Խոսենք, թե օրինակ ինձ հետաքրքիր է մեր վերջին հանդիպումից հետո ինչ ա փոխվել քո կյանքում։ Հաղորդման նկարահանումից հետո պիտի ասեմ, որ նախ ստացել եմ բազմաթիվ նամակներ, հեռախոսազանգեր, դրական կարծիքներ, մեկնաբանություններ, հավանումներ, որ ինձ գրում են թե անձնապես, թե մեկնաբանություններում, որ հրաշալի հաղորդում է, ապրես դու վառ օրինակ ես մեր հասարակության մեջ, քո գործունեությունով, քո մարտտեսակով, ապրես դու, որ այդքան ուժեղ ես, ու ես այնքան եմ ուրախանում զուտ նրա համար, որ իմ գործունեությունով կարողանում եմ վառ օրինակ լինել, թե հաշմանդամություն ունեցող անձանց համար, թե առհասարակ մարդկանց համար։ Այսօր չարությունը մի տեսակ այնքան շատացել է, սև մրուրի պես օդում թանձրացած, որ եթե դու կարողանում ես այս դժվարին ժամանակներում ծավալել գործունեություն, ու որը կոգևորի քո շրջապատին, քեզ հետևող մարդկանց, դա իսկապես շատ է ուրախացնում ինձ։ Դու հաճախ դուրս ես գալիս Դիլիջանից, նաև շփվում ես ուրիշ քաղաքների հետ, ուրիշ համայնքների հետ, ինչ կարաս առանձնացնես Դիլիջանը։ Գիտեք, Դիլիջանը կառանձնացնեմ իր բնությամբ, բնաշխարհով, կառանձնացնեմ Դիլիջանը իր ամբողջ կոլորիտով, որ Դիլիջանը յուրահատուկ է, քանի որ ես ինքս էլ ծնվել ու մեծացել եմ Դիլիջանում, մանկության գունագեղ թելերով սիրտս կարել եմ Դիլիջանի սրտին, հոգիս ձուլել եմ հոգուն, երգս փաթաթել Դիլիջանի սաղարթախիտ անտառներին, ամպոց սարերին ու ծառերին։ Բայց այդպես, որ քո հետ խոսում եմ, մի տեսակ այն որ նվնվալու բոլոր պատճառներս ոնց որ վերանան, ոնց կարելի է, ասենք, նվնվալ մի բանի համար, ասենք չգիտեմ, կենցաղային կամ կյանքի դժվարությունների, տեսնելով որ վաչեն ինչերը հաղթահարում։ Ես ինքս էլ ունեմ խնդիրներ, ունեմ դժվարություններ, որ նշեցիք տեսողության խնդիր ունենալով հանդերձ, պետք է ասեմ, որ ինձ համար էլ է շատ դժվար, ամեն ինչես չէ, որ դու գնաս, հասնես քո նպատակին, դա շատ դժվար է ու նաև դժվար է այն, որ մեր հասարակության մեջ դեռ պահպանվում է կարծրատիպային մտածողությունը, որ եթե մարդ ունի հաշմանդամություն, ունի տեսողական խնդիր եւ այլ խնդիրներ, ուրեմն այդ մարդը չի կարող ծավալել գործունեություն ու ինձ շատ-շատերն են ասում, որ քո հետ խոսելուց մենք հանգստանում ենք, մենք տեղափոխվում ենք ձեր Դիլիջանի սարերը, քո մեջ այնքան մաքրություն կա, որ գնում ենք դեպի մանկություն, դու ամբողջ Դիլիջանը առել ես քո մեջ ու պրոպագանդում ես ու տարածում ես այդ Դիլիջանի մաքրությունը, ոնց է դա քեզ մոտ ստացվում։ Ամեն դեպքում փորձում եմ իմ խնդիրները պահել իմ մեջ ու փորձում եմ ինքնուրույն լուծել մեծ դժվարություններով, բայց որոշ չափով հեշտանում է խնդիրներս, քանի որ իմ կողքին ունեմ թե լավ հարազատներ, թե եղբայրս, թե լավ ընկերներ, որ չեն թողում, որ մի գրամ, մի փոքր նեղվեմ կամ տրտնջամ։ Շուրջ խոսում էինք, որ քեզնից է, որ մարդիկ սենց ընդառաջ են գալիս, մարդիկ ուզում են օգնեն, մարդիկ քեզ մենակ չեն թողնում, ոնց ես անում դա։ Ես պետք է ասեմ, որ իմ տեսողական խնդիրը շփման մեջ, հաղորդակցման ընթացքում երբեք խնդիր չի եղել, նույնիսկ այն ժամանակ, որ գործնականով խոսում ենք կամ առհասարակ հանդիպում ենք, չեմ թողել, որ ինձ ուղված հարցը տանի ինձ ուղեկցողին, այլ ես եմ պատասխանել ու փորձել եմ մարդկանց բացատրել, որ հաշմանդամությունը դա դատավճիռ չէ, տեսողական խնդիր ունենալը դա
դատավճիռ չէ, որ դու ունենալով տեսողության խնդիր կարող ես նաև զբաղվել գործունեությամբ, ակտիվ գործունեությամբ ու անել այն ամեն ինչը, որ մյուսները կրտնջում են կամ չեն ուզում արած լինել, բայց դու անում ես օրինակ ես ծառայում։ Մանարի, մեր թաղերինի անարի, վերջե դու մեր տունարի, իմ սերը դու ես, մանարի սիրուն մանարի, մեր թաղերինի անարի, վերջե դու մեր տունարի, իմ սերը դու ես։ Շնորհակալություն, շնորհավորում եմ ևս մեկ անգամ։ Բայց իսկ ինչ որ բան փոխվել է հասարակության մեջ, այ ասում ես այդ, չգիտեմ, երևի ինքնաբերաբար նույնիսկ քո ուղեկցողին են հարցը տալիս, բայց ինչու ոչ քեզ, ինչու են պատկերացնում, որ կարողա դու այդ հարցի պատասխանը չգիտես։ Չգիտեմ, դա երևի գալիս եմ մտածում կարծրատիպային մտածելակերպից, որ մարդ տեսողության խնդիր ունի, կարող է շատ բաներ չտեսնի, չիմանա, տեղյակ չլինի, բայց մեղադրելու չի մարդկանց, որովհետև չեն շփվել, քանի որ հաշմանդամություն ունեցող անձիկ ունենալով վերաբերմունքի խնդիր հասարակության կողմից, խուսափել են դուրս գան հասարակություն, բայց ի տարբերություն մյուսների, իմ մայրս միշտ ինձ ազատ է թողել այդ հարցերում ու ասել, որ դու անընդհատ շփվի, նույնիսկ բեմ դուրս գալուս, միջոցառումներին մասնակցելուս, եղել են դեպքեր, որ ես ինքս չեմ ցանկացել մասնակցեմ, բայց մայրս ասել է, չէ, դու գնա, դու մասնակցի։ Վերաբերմունք փոխվել է, հիմա պիտի ասեմ, տեսնում են մարդիկ իմ գործունեությունը, տեսնում են մարդիկ, թե ինչպիսի ընկերներ ունեմ ես, ու դա արդեն մարդկանց հետաքրքրում է ու փորձում են ինձ հետ կապի դուրս գալ, ինձ հետ խոսել, հարց տալիս են, ուղիղ պատասխանը ստանում, դեռ մի բան էլ սենց ավելին, որ հարցին լուծում է տրվել։ Այսինքն դու ոնց որ մարդկանց չթողնես, որ իրենք քեզ խղճան, իրենք կարծեն, որ դու չես տեսնում, չես ընկալում քո շրջապատը։ Նաև այդ ամեն ինչը գալիս է մանկությունից։ Ես ունեցել եմ շատ լավ մանկություն, պիտի ասեմ, ուրախ, անհոգ, երջանիկ մանկություն, լուսավոր մանկություն, բակի ընկերներիս հետ կազմակերպել բակային ճամբարներ, խաղացել գնդակ, չգիտեմ, ոչ հաշմանդամություն ունեցող երեխեքի հետ հավասար խաղացել եմ, ընկել, վեր կացել, կռվել, ինչի՞ չէ։ Այսինքն նույնիսկ այն տարիքում, երբ որ արդեն ունեիր ինչ-որ խնդիրներ, ճիշտ եմ հասկանում։ Այո, տեսողության խնդիր ունենալը մանկուց է ինձ մոտ, բայց թե բակիս ընկերները, ասեմ, երեխեքը, որ ում հետ մանկության ճանապարհ են անցել լուսավոր, իրանք չեն թողել, որ զգամ այդ խնդիրը, նաև պիտի ասեմ, որ մայրս երբեք չի թողել, որ ես նեղվեմ, որ ինչ-որ բանի չեմ մասնակցել, ուրեմն դա պատճառը իմ տեսողությունն է, չէ, չի եղել նման բան։ Այսինքն գալիս են գետրակացության, որ ընտանիքը շատ մեծ կարևորություն ունի, թե երեխային ընկալեն որպես լիարժեք մարդ, ոչ թե որպես անդադ վայ դու չես կարող, վայ դու մի արա դա, վայ կընկնես։ Անպայման, ինձ համար բացարձակ արժեք է ընտանիքը, հայրենասիրությունը ու ես իմ գործունեությունը, որ սկսել եմ, իմ ակտիվությունը, իմ լուսավոր մանկությունը, այն ինչ ունեցել եմ, դա լրիվ իմ մայրիկի կրթության, կրթված լինելու, անմիջական լինելու, բացատրելու շնորհքն է։ Դրա համար աշխատում եմ, որ իմ խնդիրները, եթե կա խնդիր, ուրեմն դրա լուծումը հաստատ կա, միայն պետք է ուղիները ճիշտ գտնել, որպեսզի կարողանալ խնդրին լուծում տալ։ Լավ, արի հաջողություններից խոսենք։ Ես նպատակասլաց եմ այդ ամեն ինչի հետ մեկտեղ, եւ եթե ես ցանկացա, որ մի միջոցառման պիտի մասնակցեմ կամ իմ գործունեության մասին պիտի խոսեմ համացանցով, անկաշկանդ, ես դա անում եմ,
իհարկե հաշվի առնելով մասնագետների կարծիքները, հաշվի առնելով առողջ քննադատությունը, ես փորձում եմ ծավալել գործունեությունս ու երբ տեսնում ես, որ մարդիկ ոգևորվում են քո աշխատանքից, այդ ավելի ուժեղ է դարձնում, պիտի ասեմ, որ այդ չես կարա, չի կարելի, քեզ պետք չի, դրանք դա ինձ համար չի ասված, ի տարբերություն ասողների ես փորձել եմ անել լրիվ հակառակը, որ աննպատակ ոչինչ չի լինում, հենց այնպես ոչ մի բան չի ստացվում, դու պետք է հասնես հաջողության, ունեցել եմ եւ շարունակում եմ ունենալ ձեռքբերումներ, հաջողություններ, առաջ գնալ, թե հասարակական գործունեության ընթացքում, թե մշակութային, զբոսաշրջային ոլորտներում, ու այս վերջին 1-2 տարիների ընթացքում ես հասցրեցի ձայնագրել նոր երգեր, պատրաստել տեսահոլովակներ երգերի հիման վրա, շնորհիվ իմ լավ ընկերների, ու այդ տեսահոլովակները նույնիսկ արդեն եթեր է հեռարձակվել տարբեր հեռուստաընկերություններում։ Մենք լոկ բրկված փական, թշնամին է Տերը, մենք լոկ բրկված փական։ Դրսից եթե ուզում են Գան Դիլիջան հանգստանալու կամ ինչ-որ խորհրդատվություն է պետք, դիմում են ինձ, էլի ես եմ կազմակերպում այդ հարցերը, որովհետև ես առաջինն եմ եղել, ով հիմնադրել է բլոգը Դիլիջանում ու համագործակցել է համայնքում գործող հյուրատների, ռեստորանների, սրճարանների հետ, նախքան բլոգ ունենալը աշխատել եմ տարբեր կազմակերպություններում կրթության, մշակույթի, մամուլի եւ հասարակության հետ կապերի պատասխանատու, օֆիսի մենեջեր, այսպես ասած, ներքին օֆիսի ներսի աշխատանքներն եմ համակարգել, նաեւ եղել եմ 100% Դիլիջանում ամսաթերթի գլխավոր խմբագիրը։ Լաչի ջան, հեչ լինում է, ասենց հետաքրքիր դեպքեր, երբ որ քեզ հետ շփվելիս համացանցով չեն էլ պատկերացնում, որ դու տեսողական կամ խնդիրներ ունես, կամ ինչ-որ մեկ էլ հանկարծ հանդիպում են ու պարզվում է, որ խնդիրներ ունես, բայց իրենք նույնիսկ չեն էլ պատկերացրել դրա մասին։ Իհարկե շատ է լինում, եւ լավ առումով է անդրադառնում եւ բացասական առումով, երկու տարբերակն էլ ունենում եմ, բայց մարդկանց հետ սկզբից խոսելով, շփվելով, բացատրելով, որ կա այս բաները, ու ընթացքում որ հարց են տալիս, հետո ասում եմ, գիտեք, ես ունեմ տեսողության խնդիր, թեպետ սկզբից կաշկանդվում էի, որ ասեմ, բայց հետո ես այսպեսին եմ, թաքցնելու բան չկա, Աստված ինձ այսպես է ստեղծել։ Ինչպես են արձագանքում, առաջին ռեակցիան ինչպեսին է լինում։ Դա ոչ մի խնդիր չի։ Կարևորը դու լավ մարդ ես, հիմնական զանգահարողները լինում են Երևանից, Վանաձորից, լինում են աշտարակից, տարբեր քաղաքներից, որ զանգահարում են, նույնիսկ այնպես են խոսում, որ մի պահ ես ինքս էլ եմ կասկածում, ասում կարող է ես ունեմ տեսողության խնդիր, թե ոչ։ Կուզեմ, որ մարդիկ իրար չատեն ամենակարևորը, կուզեմ, որ միշտ սիրվեն, սիրեն, սիրված լինեն ու իրենց սիրով կարողանան հաղթել ատելությանը։